Պարոն Չալաբյան, նախ օրվա խորհրդի հարթիվ, սա մենք միշտ նշում ենք որպես եռակոն, սակայն հայտնի իրադարձությունից հետո Շուշի անկրուց Ադրբեջանի կազմում հետմելուց հետո արդյոք տոնը կարծես մի տեսակ թելի է եղել այս ամենի վերաբերյալ արձագանքը։ Բարև ձեզ, նախ ուզում եմ սկսեմ նրանից, որ շնորհավորեմ բոլորիս եռատոնը։ Այս տոնը մեր հիշողության մեջ առհավետ մնալու է եռատոն, որովհետև 1945 թվականին մեր պապերը մտան Բերլին և Պրագա և 1992 թվականին եռատոնի երկրորդ և երրորդ մասը կազմավորվեց Արցախի պաշտպանության բանակը և մեր հայրերը և եղբայրները կարողացան անհավանական ռազմական գործողությամբ ազատագրել հայոց բերդաքահանար քաղաք Շուշին։ 1700 հայ քաջեր գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ իրականացրեցին օպերացիա, որը ընդհանրապես ռազմարվեստի պատմության մեջ է մտնելու որպես անհավանական գործողություն գերակշիռ թշնամու դեմ ամրացած անառիկ դիրքերում մեր քաջ եղբայրները կարողացան ազատագրել Շուշին և դրանով ճեղքել Արցախի շրջափակումը, ազատագրել ըստ էության ոչ միայն Շուշին, այլև դրանից հետո Բերձորը և ապահովել Արցախի պաշտպանությունը հետագա բոլոր տարիներին։ Ես ցավով պետք է արձանագրեմ, որ 2018 թվականին խաբեությամբ իշխանության տիրացած մեր երկրում անհայրենիք թափառաշրջիկների խումբը 2020 թվականին Շուշին սկուտեղի վրա մատուցեց թշնամուն, հետագայում պատճառաբանելով, որ դա պատերազմի ավարտի պայմանն էր։ Ինչպես մենք բոլորս տեսանք, պատերազմը դրանով չավարտվեց, ընդհակառակը նոր ձևեր ընդունեց, բերեց Արցախի վերջնական անկման և թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության արդեն տարածք ներխուժման։ Եվ ես համոզված եմ, որ մենք կարողանանք հունիսի 7-ին շրջել մեր պատմության այս խայտառակ էջը, երբ որ մարդկանց անհավանական սխրանքով ազատագրված հայկական հողը հետ հանձնվեց թշնամուն և շարունակվում է հանձնվել և կշարունակի հանձնվել, եթե այդ էջը չշրջենք։ Ուստի այդ էջը շրջելուց հետո, եթե կարելի ավարտեմ, համոզված եմ, որ մեր հետագա պայքարով, աշխատանքով, միասնական և համախմբված գործունեությամբ ի վերջո, չգիտեմ այդ երբ է լինելու, բայց ի վերջո մենք կկարողանանք նորից արժանանալ մեր եռատոնը լիարժեք տոնելու պատվին, բերկրանքին, որովհետև եռատոնը, հիշենք, ոչ միայն մեր ամբողջ հայ ազգի փառքն է, ամբողջ հայ ազգի զոհողությունն ու զոհաբերությունն է, և մենք բոլորս իսկապես և պետք է հպարտանանք, և պետք է ամբողջապես լիարժեք շունչ հաղորդենք նորից եռատոնին։ Պարոն Չալաբյան, տեսեք, Փաշինյանը իր հիմնական այսպես որ ցանկիցներին անվանում է պատերազմի եռագլուխ կուսակցություններ, երեք էլ քարոզ արշավի ընթացքում իր ասում էր դուք ով եք, այսպես հարցակողական դիրքերի գոյություն վերցնեք, կառավարության իսկին էլ ասում էր եռագլուխ կուսակցությունը պատերազմի չպետք է իշխանություն վերցնի, այս պատերազմի եռագլուխ կուսակցության այնտեղ նշում է, որ կուսակցությունների մասին ենք խոսքը, որի նկատի ունի, ինչ կարող եք ասել եւ Նախ կարող եմ ասել, որ Փաշինյանը իշխանության տերը չի։ Նա ընդհանրապես ասած մեր ժողովրդի կողմից, որը իշխանության հիմնական կրողն է, ընտրված պաշտոնյա է։ Ուստի իշխանությունը իր գրպանը չի, որ տա կամ չտա։ Իշխանությունը ժողովրդին ինչպես Փաշինյանին տվել է, այնպես էլ Փաշինյանից կվերցնի և կտա այն մարդկանց, որոնք արժան են այդ իշխանությանը, այն ուժերին, որոնք արժան են այդ իշխանությանը։ Ուստի առաջարկում եմ Փաշինյանին չհոխորտալ և հիշել, որ մեր երկիրը դիկտատուրա չի, վերջո ինքն էլ իշխանությունը հոր տնից չի բերել, որ տա կամ չտա։ Մեր ժողովուրդը կորոշի ով է լինելու հաջորդ իշխանությունը, այդ մեկ։ Երկրորդը, պատերազմի կուսակցություն կոչեցյալը կեղծիք է, ամենամեծ պատերազմի կուսակցությունը մինչև հիմա եղել է Փաշինյանը, որտեղ մենք իր օրոք շարունակական պատերազմի պայմաններում ենք ապրում։ 44 օրյա պատերազմը, դրանից հետո հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա, դրանից հետո հարձակումը Արցախի վրա, նրա բռնազավթումը և հայաթափումը։ Այդ ամբողջը մենք տեսել ենք Փաշինյանի օրոք և դա ունի մի պարզ պատճառ, որովհետև Փաշինյանը ի սկզբանե եկել էր այդ ամեն ինչը հանձնելու և դա պարզապես պետք է բեմադրել պատերազմի տեսքով, որպեսզի ինքը պատասխանատվությունը գցի բանակի և ժողովրդի վրա։ Թե չէ որ հանձնող ինքն էր, դա ակնհայտ է, հիմա արդեն ինքը չի թաքցնում։ Հիմա արդեն ինքը ասում Արցախը մեր համար բեռ էր, մենք դա պետք է հանձնենք, որպեսզի կարողանանք զարգանանք,
բայց դե ես չէի կարող հանձնել առանց պատերազմի, որովհետև դուք ինձ կասեիք, որ դավաճան եմ։ Դու դավաճան ես։ Ոնց էլ հանձնել ես, դու դավաճան ես։ Առավել է, դու գիտեիր, որ հանձնելու ես, ու այդ հանձնելու ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել։ Դու շատ լավ գիտեիր, այդ 5000 մարդու արունը պատասխանատվության է կանչելու։ Պատասխանատվության է կանչելու, ուստի պատերազմի ամենամեծ կուսակցությունը Փաշինյանն է, ոչ մեկին թող ինքը ոչ սարսափեցնի, ոչ ահաբեկի, եթե դու մնաս, շարունակվելու են պատերազմները եւ ոչ թե պատերազմները, բեմադրած պատերազմները, որով մենք կորուստներ ու պարտություններ ենք կրելու։ Ուստի եթե մենք ուզում ենք վերջ տանք այս պատերազմների էջին, մենք պետք է վերջ տանք Փաշինյանի իշխանությանը։ Պարոն Չալաբյան, երեք իր հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը հաղթանակի օրվան նախորդող նշեց, որ մենք տարածքներ չենք ունեցել եւ ուստի տարածքներ չենք հանձնել, մոտավոր սա էր գաղափարը, սա չի ապամոնտաժում հաղթանակի գաղափարախոսությունը ու չի արժեզրկում։ Ես ուզում եմ ի պատասխան ձեր հարցին ասեմ, որ Փաշինյանը ընդհանրապես եկել է ապամոնտաժելու հայկական պետականությանը եւ հայկական պետականության ցանկացած ատրիբուտ։ Դա կլիներ Արցախը որպես ըստ էության ոչ միջև վերջ ճանաչված, բայց միջազգային իրավունքի սուբյեկտ։ Դա կլինի հայ առաքելական եկեղեցին, դա կլինեն մեր հաղթանակները, դա կլինի մեր պատմական հիշողությունը, մեր մշակույթը, մեր Արարատ լեռը, Նոյան տապանը, որը ըստ բիբլիական ավանդույթի իջել է այդ լեռան վրա եւ որտեղից վերանձուղվել է մարդկությունը։ Նա եկել է այդ ամեն ինչը հանձնելու, այդ ամեն ինչը։ Ուստի ես ձեզ առաջարկում եմ ընդհանրապես առհամարել ինչ ասում Փաշինյանը։ Փաշինյանը ոչ թե ապապետական, նա հակապետական երևույթ է, որը կարողացել է խաբեությամբ գրավել պետական իշխանությունը Հայաստանում։ Մեզ պետք է այդ հակապետական երևույթից ազատվել եւ իշխանությունը վերադարձնել մեր ժողովրդին, մեր ազգին, որը կծառայի ի վերջո մեր ազգային շահերին։ Առհամարեք այն ինչ որ ասում է Փաշինյանը, ինքը ինչ ասում է մենակ մի նպատակով՝ սեփական, հակաօրինական իշխանությունը մի օր ավել շարունակելու նպատակով։ Պարոն Չալաբյան, կողքատեսումները հարցումները այսպես հիմնականում երբ ուսումնասիրում եք, տեսնում որ ընդդիմությունը կարծես հաղթում է Փաշինյանին եւ այս ամենի ֆոնին ինչ է ասում, արդյոք իշխանությունը վարչական ռեսուրս, այլ չգիտեմ ուժային գծակներ եւ այլն ինչի բանացնի։ Իշխանությունը, ես եկեք ապագայի մասին չխոսենք, իշխանությունը այսօր վարչական ռեսուրսա բանեցնում համատարած ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալում ամեն օր խրձերով կարելի ասել։ Ընտրակաշառքա բաժանում իշխանությունը ինքը հսկայական քանակությամբ պարգևավճարների տեսքով, սոցիալական օգնությունների տեսքով, խոստումների տեսքով եւ այլն, այս տարվա ընթացքում իշխանությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է արդեն բաժանել իր աջակիցներին։ Ամենամեծ օրինախախտը այս իշխանությունն է։ Նա հանգիստ այս իշխանությունը չի թողելու, որովհետև նա հասկանում է, որ մեղմ ասած այս ընթացքում ինքը այն քանակությամբ հանցագործություններ է գործել մեր ժողովրդի եւ մեր պետության դեմ, որ դրա համար պետք է պատասխանատվություն կրի եւ պատասխանատվությունից խուսափելու միակ ձևը իշխանությանը կառչելն է։ Ուստի այս իշխանությունը ամեն ինչ անելու է մնացած 4 շաբաթների ընթացքում, բայց ես վստահեցնում եմ, որ դա չի աշխատի։ Այո, ազգային ուժերը պետք է հաղթեն այս ապազգային վարչակարգին եւ նրան խաղաղ սահմանադրական ճանապարհով ճամփու դնեն հետ։ Շնորհակալ եմ ձեզ։